Շնորհակալ եմ մեկ անգամից սոլիդարնալու հետ կապված իրավամբ ղեկավարում եք օրենքով, բայց մենք ունենք իրավունք, որ ամրագրված է հիմնական օրենք սահմանադրությամբ, որն ավելի գերակա է։ Իմ վստահորդ դոկուսակցիան պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը գտնվում է երրորդ երկրում վարչական կալանքի տակ, ավելին արձանագրեմ, որ դա 1.5 ավել տարի է, աննախադեպ է դա, եւ ըստ էության ոչ թե կալանքի կրում, այլ պատիժ է կրում։ Նման պայմաններում լավագույն ցանկության դեպքում լիազոր մարմինների կողմից եւ վերջինիս հայտարարությունը մենք վերջինս չէր կարող վերցնել, որի հիմքով միշտորդում են, եթե իհարկե կընդունի հանձնաժողովը դա, քննարկումից էր պարոն Վարդան Ղուկասյանի այս հարցը մինչև ֆորս մաժորային վիճակների ավարտել։ Հակառակ պարագայում ես կարծում եմ, որ իրավունքի խախտում է բխող բոլոր իրավական եւ քաղաքական հետևանքներով։ Շնորհակալ եմ։ Պարոն Բաղդասարյան, մեզ կհուշեք ձեր միջնորդությունը բավարարելու մեր լիազորությունը, այսինքն որպեսզի մենք այն ինչ որ դուք մեզանից ակնկալում եք ընտրական օրենսգրքի, կարող եմ ընտրական օրենսգրքի օրինակը տալ, հուշեք, թե որ ընտրական օրենսգրքով, որտեղ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն մենք իրավասու միայն կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված ենք, եւ հուշեք այն նորմը, որ մեզ լիազորում է անելու այն, ինչ որ դուք մեզանից ակնկալում եք։ Շնորհակալ եմ, կարծում եմ հանձնաժողովին հուշելու կարիքը չկա, ուղղակի կրկնվում եմ, իրավունքը ավելի գերակա է, քան թե օրենքը, ներպետական, որով դուք ղեկավարում եք։ Այսինքն ավելի պարզ հայերենով արձանագրում եմ, որ լավագույն ցանկության դեպքում անձի իրավունքը խախտված է այնքանով, որքանով լավագույն ցանկության դեպքում վերջինս չի կարող են օրենքով նախատեսված, ներպետական օրենքով նախատեսված են պարտադիր փաստաթղթերը, որ պետք է տրամադրի լիազոր մարմինը, վերջինս չի կարող վերցնել։ Համբարձեն, իմասիկ հուշված։ Ես ասում եմ պարզ հայերենով ընտրական օրենսգիրքը չի թույլատրում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, չի լիազորում անել այն գործողությունը, որը դուք մեզանից ակնկալում եք։ Դուք իրավաբան եք, ես հասկանում եմ, որ դուք կարող եք հնչեցնել ձեր մոտեցում։ Ես ուղղակի նաև նիստում, որը հեռարձակում արձանագրենք, որ այն ինչ որ դուք ակնկալում եք կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություն չունի։ Շնորհակալություն, ըստ էության արձանագրում ենք փաստ, որ օրենքով նախատեսված գործառույթը չի իրականացվել ոչ իր մեղքով, իսկ իրավունքը դա գերակա է եւ ավելի բարձր է, քան թե ներպետական օրենքները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան։ Ես ուղղակի նաև մեկ դիտարկում, պարոն Բաղդասարյան, երբ որ անձի իրավունքների հետ կապված ցանկացած իրավունքի հետ կապված իրաց մախնդիր կա, ինքը կարող է բողոքարկել։ Հիմա տվյալ դեպքում ձեր տեխնացուի մատնանշած իրավունքի խախտումը ընտրական գործընթացներից կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություններից դուրս է եւ տվյալ դեպքում ուղղակի արձանագրում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի այն լիազորությունը, ինչ որ դուք ակնկալում եք, որ ձեր միջնորդությունը պիտի անի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կշարունակի իր արդեն ընտրական օրենսգրքով լիազորությունները իրականացում։ Շնորհակալություն, մենք ձեր կարծիքը լսեցինք։ Շնորհակալ եմ, միգուցե էլի խախտումներ կան առերևույթ հանձնաժողովի կողմից հաստատված, միգուցե սպասեմ նորից արձանագրեմ։ Մյուս խախտումների կապված եւս ունեմ դիրքորոշում, այո։ Այդ դեպքում սպասեմ։ Ուղղակի խնդրեմ, որպեսզի անջատեք խոսափողը։ Տիկին Մարկոսյան, դուք ներկայացրեցիք ձեր առարկությունը։ Այո։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին հերթական համարման գրված քաղաքացի Վարդան Գյորգի Ղուկասյանի որպես ցուցակի տեխնացու գրանցելու վերաբերյալ այլ հարցեր կարծիքներ, իսկ հարգելի անդամներ, դուք պարոն Բաղդասարյանի միջնորդությունը լսեցիք, որևէ այլ դիտարկում, կարծիք կա, չկա,
Եվ այսպես Ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա քվեարկության ներկայացնում Տիկին Մարկոսյանի առարկությունը այն է դեմոկրատիա կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին հերթական համարում ընդգրկված պատգամավոր տեխնացու Վարդան Յուրիկի Ղուկասյանի գրանցում մերժելու վերաբերյալ ովքեր են կողմ առարկության ընդունման կողմ 6 առարկությունը ընդունված է եւ Վարդան Յուրիկի Ղուկասյանի գրանցում մերժված Տիկին Մարկոսյան շարունակեք Հաջորդ առարկությունը դա վերաբերում է դեմոկրատիա օրենք կարգապահության կուսակցության դիմումին կից ներկայացված փաստաթղթերում ցուցակային համարը 16 Վալոդիա Արտաշի Հովհաննիսյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը Թերի փաստաթուղթը լրացնելու համար կուսակցությանը կենտրոնական ընտրական հանձնաժողովը 56 ավորոշմամբ տրամադրել է 48 ժամ, այն լրացել է մայիսի 2-ին 18:00-ին, վերոգրյալ է հիման վրա եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 84-րդ եւ 86-րդ հոդվածների պահանջներով առաջարկում են որոշման նախագիծ դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի 16-րդ հերթական համարում ընդգրկված պատգամավորի տեխնացու Վոլոդիա Արտաշի Հովհաննիսյանի գրանցումը մերժել, սույն որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացույցային 3 օրվա ընթացքում։ Թույլ կտաք հարգելի նախագահ Ես դեպքում էլ ունեք Այո համեցեք Պատգամավորի տվյալ տեխնացուն տեղեկացրել է, որ նախատեսված ժամանակում, որպեսզի վերցնի լիազոր մարմնից այդ փաստաթուղթը, լիազոր մարմնի ներկայացուցիչ, եթե տվյալ լիազոր մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ ինքը ցանկություն չունի հանգստյան օրերին գա եւ այդ տեղեկանքը տրամադրի։ Ես ուղղակի իրազեկում եմ հանձնաժողովին, որտեղ հետագայում չի բացառում իրավական որոշակի գործառույթներ լինեն, վերջինիս խախտված իրավունքը վերականգնել այդ կապը։ Ալեքսան դուք կարող եք որի ապացույց ներկայացնել թե զանգել եք ինչ որտեղ չգիտեմ Դա մեզ տեղեկացրել է տվյալ պատգամավորի տեխնացուն, ես ուղղակի իրազեկեցի հանձնաժողովին, լրացուցիչ կտեղեկացնեմ, եթե ինֆորմացիան ես կներեք, բայց դուք անում եք մի հայտարարություն, որը որ իրականության հետ կապ չունի։ Հարգելի նախագահ, Պարոն Բադասյան, ինչ ժամանակ եմ ասում, լիազոր մարմինը մեր խնդրանքով Ես ամսի 2-ի ուշ երևի մինչև երեկո աշխատել են լիազոր մարմնի բոլոր այսինքն անձնագրային բաժինները եղել է դեպքեր որ անգամ նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասել են օրինակ չգիտեմ այս ինչ անձնագրային օրինակ իբր չի գործում մենք ճշտել ենք որ հերթապահությունը կա աշխատում են եւ ուղղակի խնդիրը կայացել է սրան որ բոլոր լիազորման բոլոր նստավայրերը աշխատել են միմիայն պատգամության տեխնացուների համար այսինքն երբ որ զանգահարել են ասել են որ արդյոք անձնագրայինը այսօր աշխատում է ինչ որ տեղեր եղել է որ ասել են առաջիկա աշխատանքային օրը բայց կոնկրետ պատգամության տեխնացուներին տեղեկանք տրամադրելու համար բոլոր անձնագրային բաժինները աշխատել են հերթապահել են Եվ սա միակ դուք չեք, որ նման խնդիր եք ունեցել, այլ կուսակցությունները եւս ունեցել են եւ բոլորը, այսինքն ով որ խնդիր չունեցել, այդ տեղեկանքները գնացել ստացել եւ ներկայացրել են։ Ես դրա համար եմ ասում, դուք ասում եք տեխնացուն է դա ասել, բայց կոնկրետ լիազոր մարմնի գործունեությանն է վերաբերում։ Եթե տեխնացուն նման ապացույց խնդրեմ ներկայացրեք նման ապացույց, որովհետև դա շատ պատասխանատու հայտարարություն է, այդպես ուղղակի ասել, որ չգիտեմ չի աշխատել իրավունքը, կներեք Հարգելի նախագահ, ես լսեցի ձեզ, ես չասեցի այդպես, ես ասեցի տեղեկացրել է տեխնացուն եւ կարծում եմ դուք տվյալ լիազոր մարմնի փոխարեն չեք կարող ուղղակի երաշխիք տալ, կճշտվի եւ անպայման ես պարտավորություն եմ վերցնում կենտրոնական հանձնաժողովին դրա մասին տեղեկացնում։ Ես ուղղակի իրազեկեցի տվյալ փաստը։ Համեցեք պարոն Սմբատյան։ Ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճիշտ է այլ պետական մարմնի կողմից չի կարող խոսել, բայց սահմանադրությամբ ունի ընտրությունների վերահսկողություն նաև այդպես գործառույթ ընտրությունների։ Դրա համար պարտավորություն վերցրի ու իրազեկեմ։
Պարոն Բաղդասարյան, մի ընդհատեք, չի կարելի։ Դուք որ խոսում եք, ձեզ լսում են, երբ որ խոսքը կավարտեն, նույնիսկ խոսք ուզեք կտրամադրեք։ Եվ ելնելով դրանից գործընկերային եւ աշխատանքային կարգով մենք լիազոր մարմնի հետ անդադ կապի մեջ ենք եղել, եթե եղել են այդպիսի խնդիրներ։ Ավելին, բազմաթիվ տեխնացուներ իր request համակարգի միջոցով կամ անգամ email-ի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով իրենց դիմումները ներկայացրել են լիազոր մարմին եւ մինչեւ 3 երեկոյան եղել են տեխնացուներ, որ ստացել են իրենց տեղեկանքները։ Ես ուղղակի ասեմ, որպես իգիտություն բոլորին եւ նաեւ ձեզ։ Շնորհակալություն։ Ես մի իրազեկում եղել են դեպքեր, երբ որ ուղղակի տեխնացուն եկել է կենտրոնական տրական հանձնաժողով եւ ուղղակի անդամներից նույն request համակարգով դիմումը որպեսզի ներկայացնի եւ արագ գնա լիազոր մարմնի մոտից տեղեկանքը ստանա գա, այստեղից են խնդրել է որպեսզի օգնեն, որպեսզի կարողանա ինքը իր request համակարգով դիմումը մուտք անի, ասենք ու իր request համակարգով մուտք են արել, իսկ իր request համակարգը էլեկտրոնային է, հարգելի գործընկերներ, այսինքն նույնիսկ ցանկությունը բոլոր են դեպքերում, երբ որ տեխնացուն ինքը վստահ է, որ ինքը կարող է անհրաժեշտ փաստաթուղթը ունի, կարող է ստանալ եւ ակնկալել է նույնիսկ կենտրոնական տրական հանձնաժողովի անդամներից կամ աշխատակազմից օգնություն, որպեսզի ինքը իր իրավունքները իրացնի, այդ օգնությունը ստացել է։ Պարոն Բաղդասարյան, եւ իմ այս դեպքում ձեր հայտարարության հետ կապված այս դիտարկումը դրանով է պայմանավորված, որովհետեւ մենք մեր լիազորությունները պատշաճ իրականացրել ենք։ Եվ ապահովել ենք բոլոր տեխնացուները, որպեսզի հնարավորություն ունենան իրենց իրավունքները իրացնել։ Մենք մեր պարտականությունները կատարել ենք եւ եթե տեխնացուն չի ցանկացել տեղեկանք վերցնել, դա իր իրավունքն է, կրկին տեղեկանք գնալ, դիմել տեղեկանք ստանալը, դա եւս իր իրավունքն է, չգնալ ստանալ, եւս իր իրավունքն է, եւ մենք հարգում ենք։ Շնորհակալություն։ Թույլ կտակ, ուղղակի ես ընդհանրապես արձանագրել եմ, որ բացառապես հանձնաժողովի հետ կապված ոչ մի բացական վերաբերմունք չեղել, ավելին արձանագրում եմ ամբողջ հանրությանը պոզիտիվ, որ այս օրերի ընթացքում երբ դոկուսակցության համապատասխան ներկայացուցիչները զանգահարին կենտրոնական հանձնաժողովին շատ ժամանակին նորմալ պատասխանել։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, խնդիրը նա որ երբ որ դուք ասում եք, որ լիազորը միևնույնն է, այո, վերջի խոսքը միշտ նախագահային։ Պարոն Բաղդասարյան, խնդիրը այն է, որ նույնիսկ որ դուք ասում եք ասել է չի աշխատում, դա անուղղակի, բայց նաև մեղադրանք է մեզ։ Եվ այսպես հարգելի գործընկերներ, Տիկին Մարկոսյանը ներկայացրեց առարկությունը, այն է դեմոկրատիա օրենքարգավորության կուսակցության ընտրական ցուցակի 10-րդ հերթական համարում գրկված պատվերով տեխնացու Վոլոդիա Արտաշի Հովհաննիսյանի գրանցում մերժելու 16 ուրիշ թիվ եմ ասում ցուցակի 16-րդ հերթական համարում գրկված պատվերով տեխնացու Արտաշի Հովհաննիսյանի գրանցում մերժելու 60 Ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն առարկությունը ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են կողմ առարկության հաստատմանը, կողմ 6 առարկությունը ընդունված է